Այս շինությունը վաճառվում է Քանաքերձեյթունում ընդամենը 1,400,000 դրամով, որ տեղանքը լավ պատկեր։ Դոլարով ի՞նչ դրամ։ Դոլար չասեցի։ Դոլար ջան։ Դրամով։ Բանավ։ Այդ հասրացյան Քանաքերձու փողոցների խաչմերուկում։ Քանաքերձեյթունում էլ արդեն գները 1.4 միլիոն դոլար, բայց հսկա շինություն է։ 700 մակերես 253 հողատարած։ $2000 քառակուսի մետր, այսինքն գնանք ներսը ցույց տանք։ Այս բանը աշխատում է որպես սուպերմարկետ, տարածքը երկկողմանի է, ունի երկու մուտք, պարեստային մասից էլ ունենք, մուտքը շատ կարևոր է դա։ Երահարկ։ Բոլորը կգրեն, բայ ինչ գներ է Հայաստանում, բայց եթե աջիկան կամ տղեմալին 1200 դրամ լինի, ուրեմն այս մեծ հսկա շինությունը $1,400,000 պետք է լինի։ Այո։ Ասում եք տներն է թանկ, կրևետքի գինը ցույց տամ։ Սառած կրևետկա 6300 դրամ։ Այդ 17-18 դոլար է։ Այսքան կրիվերկա է։ Ուտում ես բան չես հասկանում։ Միջայլոց այս ապրանքը մտնում է այդ 1.4 միլիոնի մեջ։ Կարծես մտնում է։ Մտնում է։ Հա։ Իրոք։ Սամվելն ասեց, որ եթե սառնաները հանենք, կանանք սառնաների գինը ապրանքի հանենք մեջից։ Մեծ շրջան։ Կարող եք գնել հենց սուպերմարկետել աշխատացնել։ Պահեստային մուտք ունենք, Բաքից գալիս է մատակարարը ու երկկողմանի է, երկու փողոցից է հարող ճակատ ունի, այնտեղ վայլբերից կա, հացը տեղում են թխում, փուռը, նայենք։ Օրինակ ինձ հետաքրքիր է, 840 դրամ։ Դուք ձեր տան գնումները դուք եք կատարում։ Այո, երբեմն։ Ինչ գներ արա, խայտարակություն, հələ ձուն տեսնենք ինչ արվի։ Այս լեյսից տեղ կա։ Ձու 60 դրամ։ Բայց խի են օրը 1000-ով առել։ Մի տուփը 1000-ով, եսի ինչ էր դրած։ դրած։ Դες փոքր է, տուփերովը հիմնականում հանգ է, ես էլ միշտ տուփերով եմ առել։ Սիրում ես։ Երեք սիրում ես այս բաներ։ Կեր ջանի արի մի հարել ես։ Քալորիա քեզ պետք։ Սանիմ տարեկան երեխա։ Ադի երեխաս, բայց ես եկեք հացը տեղում են թխում, այդ կարևոր է, գիտեք, տարիներով գործող սուպերմարկետ է, արդեն իսկ սուպերմարկետի ցանցեր։ Ինչ կարա լինի Դիանա ըստ քեզ։ Կլինիկա, լաբորատորիա, որովհետև հիվանդանոցները ոնց ասացինք մոտ են։ Տեխնիկայի խանութ։ Այո։ Կահույքի խանութ կարող է լինել, ինչու՞ չէ։ Այս հասել է թանկացե 110 դրամ մատնաքաշը փոքր մեծ։ Ժամանակ ինչքան էր։ Ախեն ասում մեր տները թանկա։ Ամեն ինչ թանկացել է։ Ուզում եք տները չթանկան, հա։ Ուտես լավաշ։ Լավ շրջինքը, երկրորդ հարկում ունենք տնտեսական հարկ, բաժակ, մաժակ։ Աստիճանները բարձրանում են։ Ես նկատել եմ, որ կարող եք անգամ վերելակ այստեղ ապագայում տեղադրել։ Շատ մեծ է, հարմար է։ Ամեն ինչ կա։ Կամ դեռ շենք չեն կարող ասել գցեն մի 5-6 հարկանի։ Այս հողի վրա անկյունային սիրուն, չէ՞։ Գոշեն գո 1170 դրամ։ Տեսեք, բենզինը 2350 դրամ։ Դե ասա Դիանա մի բան ասա էլի։ Ճասեմ։ Օդի բաները։ Դե չի կարելի փչել։ Ուտը ծանր հարմար է։ Տեսեք ինչ մեծ է։ Լուսամուտները բոլոր կողմերից ունենք։ Բնական լուսավորվածություն, շատ կարևոր է։ Բանկ էլ կարա աշխատի։ Հա, առաջի հարկը բանկ, վերևը։ Չէ, ասացիք։ Բանկ, ճիշտ ես։ Այստեղ իմիջիալից բանկ չկա։ Հա, մոտակայք չկա ու կարող է աշխատել։ Ժորժան, այսպես մի նայեք։ Այս ամեն ինչը որ կա, չէ, շենքեր է գնալու, բարձրակ շենքեր է գնալու, դառնա խիտ բնակեցված թաղամաս ու 10 անգամ ավելան առևտուրը։ Այո։ Անշարժույթ գնելուց նայեք 5, 10, ապա 20 տարի առաջ։ Համաձայն ես։ Իհարկե համաձայն եմ։ Ու նման գույքերը ճիշտ է առնել, քանի որ ապագայում տեղ ունի աճելու։ Այդ շենքերը առանձնատները կդառնան բազմաբնակարանային շենքեր։ Դա այնքան թանկ է, բայկա դրա համար չեն ակնկալիցը։ Դվայլոյ թախսա։ Գնանք։